Ես այսօր ուզում եմ ձեր հետ մի հրաշալի թեմայով կիսվել եւ այդ թեման կոչվում է հավատարմություն։ Ուզում եմ թանկագիններս ինչի համար եմ ուզում խոսել հավատարմության մասին, որովհետեւ Աստծո խոսքում գրված է, որ հավատարիմները պակասեցին երկրի վրայից։ Այստեղ եք թանկագիններ, հավատարիմները գրված է, որ պակասեցին երկրի վրայից։ Եվ սիրելիներս, ինչ է նշանակում հավատարմություն։ Ուզում եմ արձագանքեք։ Հետո եք անցնենք առաջ։ Երբ որ մենք ասում ենք հավատարմությունը Սուրբ Հոգու պտուղ է, ամեն։ Ամեն։ Հավատարմությունը Սուրբ Հոգու պտուղ է։ Եվ մենք երբ որ ասում ենք հավատարմություն, ինչ ենք մենք հասկանում այս արտահայտությունը անելուց։ Հա եղբայրներ ջան, չգիտենք, սպասում եմ ձեր արձագանքներին, նվիրված, դավաճան, լավն էր, ուխտին հավատարիմ, այ, շատ լավն էր, անկեղծ կլինի, լավ, ուզում եմ հավատարմության մասին մի քանի բան եմ ես հանել, հավատարմության մասին շատ բառեր կարելի ասել, ես ասեմ ձեզ թանկագիններ հավատարիմ մնալու համար հնարավոր է, որ դու զրկանքների միջով անցնես, որպեսզի կարողանաս մնաս հավատարիմ, հավատարիմ մարդիկ միշտ կատարում են իրենց խոստացված, ինչ որ խոստացել են, Եթե մարդը մի բան խոստանում է և չի կատարում, դա կոչվում է անհավատարմություն։ Միշտ մնում են նվիրված և անկեղծ հավատարիմ մարդիկ։ Համաձայն եք։ Խնդիրների և դժվարությունների ժամանակ երբեք չեն լքում։ Սա հավատարիմ մարդու բնավորությունն է։ Խնդիրների ժամանակ երբեք չեն լքում։ Ամեն։ Թանկագիններս, հավատարմությունը մի արժեք է, որ շատերի մոտ բացակայում է, որովհետև գրված է Տիրոջ խոսքում, որ հավատարիմները պակասեցին։ Եթե մենք թույլ ենք տալիս, սատանան գողանում է այն, ինչ Աստված տնկել է։ Գիտես, սիրելիս, Աստված հավատարմություն է դնում քո մեջ, բայց եթե չպահպանես, սատանան կգողանա։ Եթե մեր կյանքում կա մեկը, կամ ինչ-որ բան, որ ավելի կարևոր է, քան թե Աստված, դա կուռք է և անհավատարմություն։ Դեստեղ եք։ Մտածում եմ հարց չկա, չէ, անցնենք առաջ։ Մեր հավատարմությունը և անհավատարմությունը երևում է մեր և Աստծո միջև եղած փոխհարաբերությունից։ Եթե դու Տիրոջ խոսքի մեջ հավատարիմ ես, Տիրոջ խոսքին նվիրված ես, դու երբեք անհավատարիմ չես գտնվի։ Ամեն։ Հիմա ուզում եմ թանկագիններս բացենք Երեմիա 3:20-ը։ Եկեք բոլորովս բացենք Երեմիա 3:20։ Նայեք ինչա գրված։ Իրավցնե ով Իսրայելի տուն, ինչպես կինը իր ամուսնուն անհավատարիմ կլինի, այնպես էլ դուք ինձի անհավատարիմ եղաք, ասում է Տերը։ Հետաքրքիր զուգահեռ է տանում, չէ՞ մարգարեն։ Նայեք թանկագիններս։ Եթե ասում է ինչպես կինը իր ամուսնուն անհավատարիմ կլինի, այնպես էլ դուք ինձի անհավատարիմ եղաք։ Հիմա տեսնենք Աստված ինչ ձև է մեկնաբանում անհավատարմությունը։ Այսինքն թանկագիններս կա հավատարիմ կին, չէ՞։ Եվ կա անհավատարիմ կին։ Մենք արդեն պարզ հասկացանք ինչ նկատի ունի, չէ՞ Աստծո խոսքը։ Եթե կինը իր ամուսնուն դավաճանում է, լավ ասավ քուրիկներից մեկը, չէ, դավաճան։ Դա նշանակոչվում է անհավատարմություն։
Նույնը եկեղեցին Աստծուն եթե դավաճանում է, դա կոչվում է անհավատարմություն։ Լավ, հիմա հաջորդ հարցը ուզում եմ տամ. ո՞նց կարա Աստծո մարդը կամ եկեղեցին դավաճանի Աստծուն։ Հա, թանկագիններս։ Թանկագիններս նայեք, երբ որ մենք մեր սրտում կա կուրք, եթե մեր սրտում կա կուրք, արդեն իսկ մենք Աստծո առաջ Աստծուն մենք դավաճանում ենք։ Ես այստեղ մի անգամ եմ ուզում կարդամ։ Եթե մեր կյանքում կա մեկը կամ ինչ որ բան, որ ավելի կարևոր է մեր համար, քան թե Աստծո խոսքը, դա կուրք է եւ անհավատարմություն։ Հիմա մենք պետք է մեր սրտերը քննենք, թանկագիններս։ Արդյոք մենք չենք դավաճանում Աստծուն։ Դավաճանում ենք, թե չենք դավաճանում։ Ես չեմ կարող հիշեմ խմբակներից որ մի խմբակումից մենք խոսում, եթե ինչ որ մեկի խոսքը ավելի կարևոր է քո համար եւ առաջնային, քան Աստծո խոսքը, ես վատ լուր ունեմ քո համար, դու կռապաշտության մեջ ես։ Այստեղ եք թանկագիններ։ Ալելույա։ Նորից եմ ուզում կրկնեմ։ Եթե դու մի իրավիճակի մեջ ես, որ դու կամ պետք է ինչ-որ մեկի խոսքը կատարես կամ Աստծո խոսքը, եւ այդ ինչ-որ մեկի խոսքը քո համար ավելի առաջնային է, քան Աստծո խոսքը, նշանակում է դու կռապաշտության մեջ ես։ Իսկ կռապաշտությունը դավաճանություն է Աստծուն։ Օրինակ մի բան ասեմ։ Դու հիշում ես Սեդրակ Միսակ Աբեդնագովին։ Երկրի թագավորը մի արձան սարքեց եւ ասավ. պետք է այս արձանի երկրպագեք։ Ճիշտ է, հիշում եք, չէ՞։ Դրանք կանգնեցին եւ ասեցին. ով թագավոր, մենք քեզ սիրում ենք, հնազանդվում ենք ու հպատակվում ենք։ Բայց եթե դու Աստծո կամքին հակառակ հրաման ես մեզի տալիս, մենք այդ հրամանը չենք կատարելու։ Մեզի կներես։ Լեյնել ասավ քեզի կգցեմ կրակի նոցի մեջ ձեզի կգցեմ, եւ նրանք լսեցին, դա արդեն դու որոշա։ Ու մենք հետագան թե ինչ կատարվավ, մենք հասկանում ենք։ Թանկագինները սատանան չի փոխվել, մարդիկ էլ չեն փոխվել, Աստված էլ չի փոխվել, եւ ասեմ ձեզի, սիրելիներ, ասենց իրավիճակների մեջ մենք հայտնվելու ենք, բայց հարցը կայանում է նրանում, Աստծո կամքը մենք կկատարենք, այն ուխտերը, որ Տիրոջ առջև մենք ուխտել ենք, արդյոք մեր ուխտերը կպահենք, թե մարդկանց խնդրանքները կկատարենք կամ առաջադրանքները կկատարենք։ Ինչ էր նշանակում հավատարմություն, լինել անդավաճան, ուխտը պահող։ Ինչ էր նշանակում ուխտ, թանկագիններ։ Եթե դու Տիրոջի մի բան ես խոստանում, դա արդեն իսկ ուխտ է։ Օրինակ Աննան թանկագիններս Աստծո առաջ ուխտ արավ, ասավ. Տեր, եթե դու ինձ զավակ տաս, ես ուխտ եմ անում, որ այդ զավակը քեզի կտամ։ Ամեն։ Ու ինքը իր ուխտը կատարեց եւ գիտեք արդյունքում ինչ եղավ։ Աննան մի տղա տվեց, 5 տղա Աստված իրանը օրհնեց ու տվեց։ Հավատարմություն լինում է, գիտեք ինչ է նշանակում հավատարմություն, երբ որ դու քո կատարած ուխտերին մնում ես հավատարիմ, նվիրված։ Ամեն թանկագիններս։ Տիրոջը հավատարիմ մարդիկ են պետք սիրելիներ։ Հիմա թանկագիններս, ում պետք է մենք հավատարիմ լինենք, ամենաառաջինը Աստծուն եւ նրա խոսքերին։ Երկրորդը պետք է հավատարիմ լինենք ընտանիքին։ Երրորդը պետք է հավատարիմ լինենք եկեղեցուն։ Չորրորդը պետք է հավատարիմ լինենք մեր քաղաքին, մեր գյուղին։
մեր երկրին։ 5-րդ, մենք հավատարիմ պետք է լինենք այն ծառայությունը, որի համար Տերը մեզի նշանակել է։ Եվ 6-րդ, մենք հավատարիմ պետք է լինենք մեր ֆինանսներին։ Ամեն թանկագիններ։ Հիմա ուզում ենք նայեմ, միասին բացենք Հայտնություն 2:10։ Հայտնություն 2-րդ գլուխ 10-րդ խոսքը։ Ով բացեց։ Վարսիկ ջան, կարդա։ Ահա։ Ահա։ Ամեն։ Շնորհակալություն Վարսիկը։ Հիմա տեսեք ինչ ասում։ Նայեք։ Հիսուսը գիտեր, որ ինքը խաչվելու է։ Ամեն։ Գիտեր։ Երբ որ Հիսուսը նախքան խաչելությունը ով եկավ իրանը մխիթարելու ու զորացնելու։ Հիշում եք։ Գեցսեմանի պարտեզում։ Չեք հիշում։ Հրեշտակը։ Եկավ ասма նրան զորացրեց։ Նախքան այդ այլակերպության լեռան վրա թանկագիներս Մովսեսն ու Եղիան եկան եւ նրա խաչելության մասին խոսում էին։ Նրան զորացնում էին։ Գիտեք, այստեղ թանկագինները գրվածը ասում է բնավ մի վախեցիր այն բաներից, որ պիտի կրես, քաշես կամ մեր քյավարի բարբարով ասած։ Մի վախեցիր այդ բաներից։ Եվ շարունակության մեջ ասում է, այսինքն նշանակում էր, որ Զմուռնիա եկեղեցու հովին ու ավակներին 3-4 հոգու մեծ նեղություն էր սպասվում։ Եվ ասում է, ահա բանսարկուն ձեզանից մեկ քանիսներին բանտն է գցելու։ Մի բան ասեմ, թանկագներ, Աստված չէր գցելու, բանսարկուն էր գցելու, սատանան։ Բայց մի փոքր իմաստություններ կա, որ Աստծո թույլտվությունը կար։ Աստված էր թույլ տվել։ Հիմա թանկագիններս ասում է, որպեսզի փորձվեք 10 օր նեղություն պիտի ունենաք։ Ասում է մեկ քանիսներին։ Ասում է փորձություն պիտի ունենաք։ Գիտեք ինչն էր նպատակը թանկագիններս, որ Աստված ուզում էր ստուգեր այս մարդկանց կյանքերը։ Արդյոք իրանք հավատարիմ կլինեին մինչև մահ։ Եվ ասում է մինչև մահ հավատարիմ եղեք։ Գիտեք ինչա նշանակում մինչև մահ հավատարիմ։ Ինչա նշանակում մինչև մահ հավատարիմ։ Այսինքն եթե ձեզի կգան մարդիկ, որ կառաջարկեն, կասեն թող Աստծուտ, եթե չթողես քեզի կսպանենք, ավելի լավ է դու ընտրես սպանվելը Տիրոջ հետ, քան թե առանց Աստծու ապրես։ Այստեղ եք թանկագիներ, ասում եմ մինչև մահ հավատարիմ եղեք։ Եվ գիտեք ինչ վարձատրություն կա դրան, ձեզի կենաց պսակը պիտի տամ։ Որն է կենաց պսակը։ Կենաց պսակը դա հավիտենական փառք է։ Կենաց պսակը դա հավիտենական վարձատրություն է։ Կենաց պսակը երկնքի արքայության մեջ փառավոր ապրելակերպ է։ Ամեն։ Սա կենաց պսակն է։ Գիտեք, թանկագիներս ինչն է շատ ժամանակ զարմացնում։ Պողոս առաքյալը հետաքրքիր մի բան ասում երկրի վրա կերակուր եւ հագնելիք ունենով գոհացեք, բավականացեք երկրի վրա։ Գիտեք ինչի համար է առաքյալ Պետրոս առաքյալն ասում։ Ինչի համար է այս ձև բան ասում։ Որովհետեւ այս երկրի վրա մեր ժամանակը
70-ից առավելագույնը 80 տարի է։ Եվ մտածում եմ թանկագիններս իմաստ չկա երկրի վրա դրախտ կառուցել մեր համար։ Իմաստությունը գիտեք որն է, որ դու երկնքում դու դղյակներ կառուցես, ոչ թե երկրի վրա։ Վարձատրությունը ինչու՞մ է կայանում թանկագիններ, որ դու երկնքի համար ապրես եւ ոչ թե երկրի համար։ Ամեն։ Հիմա թանկագիններ, ուղղակի մի ասես բան եմ։ Պատկեր եմ ուզում ձեզից ցույց տամ։ Գոյություն ունի հավիտենական կյանք եւ գոյություն ունի 70 առավելագույնս 80 տարի կյանք։ Հիմա դու որ կյանքի համար քո կյանքը կդնես, այս է հարցը։ Հավիտենականի համար դու քո կյանքը կդնես, թե ժամանակավորի համար քո կյանքը կդնես։ Որ մեկի համար քո կյանքը կդնես։ Հավիտենականի համար քո կյանքը կդնես, չէ՞։ Դա դու ես որոշում կայացնում թանկագինս։ Հավիտենականի համար, թե ժամանակավորի համար։ Ամեն թանկագիններս, հալելույա։ Ուզում եմ անցնենք առաջ։ Աստված ուզում է, որ մենք ամեն ժամանակ լինենք հավատարիմ, թե ուրախ ժամանակներում, թե հիվանդության ժամանակ, ինչպես Հոբը, թե աղքատության ժամանակ, ինչպես մակեդոնացիները, եւ թե մահվան ժամանակ, ինչպես Ստեփանոսը։ Ստեփանոսը հավատարիմ մնաց ու մահացավ։ Հիմա անցնենք առաջ։ Հավատարմություն ընտանիքին։ Եկեք բացենք Հռոմեացիս 7-րդ գլուխ 2-րդ խոսք։ Հռոմեացիս 7-րդ գլուխ 2-րդ խոսք։ 2-ից 3 է։ Նայեք ինչ ասում, ասում է այր ունեցող կինը իր ողջ լսում եք այր ունեցող կինը իր ողջ ամուսնուն կապված է օրենքով բայց եթե այրը մեռնի արձակված է ամուսնական օրենքից օրենքը հենց դա ուխտն էր ուրեմն քանի որ այրը ողջ է շուն պիտի կոչվի եթե ուրիշ տղամարդու կին դառնա բայց եթե այրը մեռնի օրենքից ազատ կլինի, այնպես որ շնացող չի համարվի, եթե ուրիշ տղամարդու կին դառնա։ Հիմա թանկագիններս, սա հավատարմության մասին է ելին։ Ես ուղղակի մի հատ պատմություն եմ ուզում անել։ Շատ շուտ աղբերներս, մի հատ ֆիլմ տեսա ես, գյուղտեղ էր։ Մի ամուսնական զույգ էր իրանք երեխա չունեին ու գիտեք ինձ ձև ստացվավ որ ամուսինը չեմ կարում թե ինչ պատճառով ինքը հաշմանդամ դարձավ երբ որ այս ամուսինը հաշմանդամ դարձավ այս կինը իր չամադանները բացեց եւ սկսեց իր հագուստները հավաքել ու մեկնել դեպի քաղաք ու այդ ընթացքում այս ամուսինը շատ ծանր տարավ այս բաժանությունը հետո այդ գյուղում մի հատ աղջիկ կար այդ աղջիկը սկսվեց շփվել շփվեցին ամուսնացան իրանք բայց այդ տղեն հաշմանդամ էր հետաքրքիրը գիտեք որն է որ իրանք շատ են սիրում իրար ծովափին էթում այդ ամուսինը այդ անվասալյակի վրա ու իրանք շփվան ու ընթացքում այս տղեն կազդուրվավ ու սկսեց կամաց քայլել։ Ես չգիտեմ ինչքան ժամանակ հետո այն կինը, որ բաժանվել էր, ամուսնուց գնացել էր քաղաք, հետ եկավ, ճամպրուկներով հետ եկավ, բայց գիտեք ինչ կատարվավ այդ ժամանակ, իրան ընդունող չկար արդեն։ Ինքը և քաղաքում տեղ չուներ, ոչ էլ գյուղում տեղ ուներ, ոչ մի տեղ չուներ։ Ինչ եմ ես ուզում ասել թանկագիններս, այս ֆիլմից ես ինչ սովորեցի։ Երբ որ քո կյանքում դժվարություն է լինում,
դու դժվարությունից մի փախի։ Դժվարությունից փախնում են գիտեք ովքեր, թույլ մարդիկ։ Թույլ մարդիկ են դժվարությունից փախչում։ Դժվարությունից փախչել թանկագնես, դա անհավատարմություն է։ Եթե թանկագինս քո ընտանիքում կլինի, որտեղ քո աշխատանքի վայրում կլինի, որտեղ որ կլինի, քո եկեղեցում կլինի, եթե դժվարություն է, դու դժվարությունից մի փախչի։ Սա անհավատարմություն է։ Եթե կա խնդիր, դու մի փախի խնդիրներից։ Դու կանգնի։ Խնդիրների ժամանակ փախչող մարդը դա դավաճանող մարդն է։ Գիտեք շատ մարդիկ ինչ ձևի են մտածում, ասում են դե ամեն բան կկարգավորվի, ես կեթամ, բայց երբ որ ամեն բան վատ է, փախնում են։ Սա անհավատարմություն է, ժողովուրդ ջան։ Ամեն։ Երբ որ ամեն բան լավ է, հեշտ է հավատարիմ մնալը ընտանիքին։ Հարցը նրանում է, երբ որ ամեն բան վատ է, եւ ամուսինները հավատարիմ կմնան մեկը մյուսին, սա է հարցը։ Այստեղ եք սիրելներ։ Երբ որ ամեն բան լավ ընտանիքում հավատարիմ մնալը ինքան հեշտ է, թանկագիններ, բայց երբ որ աղքատություն կա, հիվանդություն կա, այդ ժամանակա պետք երևուն իրականում հավատարիմ է քո կողակիցը, թե անհավատարիմ է կամ դավաճանող է։ Ամեն։ Հիմա հավատարմություն եկեղեցուն, եկեք բացենք առաջի Տիմոթեոս 1:12-ը։ Առաջի Տիմոթեոս, առաջի գլուխ 12-րդ խոսքը։ Առաջի գլուխ 12-րդ խոսքը։ Տեսեք ինչ ասում Պողոս առաքյալը Տիմոթեոսին։ Ասում շնորհակալ եմ նրան, որ ինձ զորացրեց։ Այսինքն Աստված զորացրեց, չէ՞, Պողոսին։ Եվ ասում է, այսինքն Քրիստոս Հիսուս մեր Տիրոջը, որը հավատարիմ համարելով ինձ այս սպասավորության մեջ դրեց։ Գիտեք ում են հավատարիմ համարում։ Այն մարդուն, որոնք որ խնդիրների ժամանակ չեն փախչում։ Հավատարիմ համարում են այն մարդուն, որոնք Տիրոջ վարդապետությունը չեն շեղում։ Հավատարիմ համարվում է այն մարդը թանկագինս, որը որ խնդիրների, բարդությունների ժամանակ քո կողքն է ու մխիթարում է քեզ։ Այսա հավատարիմ մարդն է։ Գիտեք թանկագիններս Պողոս առաքյալին ովքեր օծեցին հեթանոսների վրա առաքյալ, չէ որ մարգարեներն օծեցին, առաքյալներն օծեցին, ձեռ դրեցին, հավատարիմ համարելով օծեցին եւ ուղարկեցին հեթանոսների մեջ։ Ինչի համար, որտեղ Պողոսը ամեն իրավիճակում հավատարիմ էր։ Ամեն թանկագիններս։ Աստծուն պետք են մարդիկ, որոնք հավատարմությամբ կաշխատեն իր տնտեսության մեջ։ Աստված սկսում է քեչից։ Եթե պարտաճանաչ ես ու քո գործը կատարում ես ճիշտ ժամանակին ու բարձր մակարդակով, Աստված աստիճանաբար մեծը կամ շատը կվստահի։ Եղիր հավատարիմ ուրիշների տեսիլքին եւ Աստված քեզ քոնը կտա, եղիր օրհնություն ուրիշների համար եւ դու կլինես օրհնված։ Օրինակ Եղիայի Եղիսեի պատմությունը։ Գիտեք Եղիսեն ինչի վարձատրվեց, որովհետև ինքը պատվում էր Եղիային։ Ինչ ա գրված Եղիսեի համար, հիշում եք։ Եղիսեի համար գրված է Եղիայի ձեռքերի վրա ջուր լցնող Եղիսեն։ Հիշում եք այդ խոսքը։ Պատիվը թանկագիններ բերում է վարձատրություն։ Եվ վարձատրությունը ո՞րն էր Եղիսեի։ Եղիայի կրկնակի օծությունը ինքը ստացավ։
Ինչի համար, որտեղ ինքը պատվում էր Եղիային, հավատարիմ էր Եղիային։ Այստեղ եք թանկագիններ։ Հիմա թանկագինես մի բան եմ ուզում հարցնեմ, մենք ում պետք է հավատարիմ լինենք։ Ավակներին պետք է պատվել։ Նայեք, հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ։ Ասում է, ով որ ձեզ է ընդունում, ինձ է ընդունում։ Այստեղ եք։ Ով որ ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։ Հիմա ուզում եմ բաց, էսի մանրամասնենք։ Ասում, ով որ ձեզ է ընդունում, այսինքն ով որ ընդունում է այն մարդին, որը որ գնացել է Աստծո խոսքը սովորեցնելու, ավետարանելու, Քրիստոսին ընդունում։ Ովքեր որ Քրիստոսին են ընդունում, Քրիստոսի ուղարկողին են ընդունում, այսինքն երկնային հորն են ընդունում։ Ընդունել ինչ է նշանակում, ընդունել նշանակում է պատվել, իսկ երբ որ դու պատվում ես այն մարդուն, որը որ ուղարկված է, քո ընտանիք աղոթելու, սովորեցնելու ու Տիրոջը քեզի մոտեցնելու, քեզի Տիրոջը մոտեցնելու, եթե դու պատվում ես, դու կվարձատրվես։ Այստեղ եք թանկագին։ Եղիսեն պատվեց Եղիային և վարձատրվեց։ Հիմա Եղիսեի ու Գեզիի պատմությունը։ Գեզին պատվեց Եղիսեին, թե չէ։ Չպատվեց։ Ու գիտեք ինչ եղավ, բորոտությունով խփվավ։ Եղիսեն Գեզիի ավակն էր։ Ճիշտ է։ Չպատվեց իր ավակին։ Ու բորոտությունով խփվավ։ Հատենցա թե չէ։ Հիմա հաջորդը անցնենք։ Մովսեսի ու Հեսուի պատմությունը։ Հեսուն պատվեց Մովսեսին, թե չպատվեց։ Հավատարիմ եղավ։ Եղավ։ Եվ ինչ կատարվավ։ Մովսեսից հետո իշխանությունը փոխանցվեց Հեսուին։ Եվ նա վարձատրվավ։ Պետրոսի ու Տիմոթեոսի պատմությունը։ Գիտեք, կներեք Պողոսը Տիմոթեոսին ինչ ասում։ Ասում է քեզի նման սրտակից մեկը չունեմ ու որդի է կոչում Տիմոթեոսին, որդի։ Գիտեք ինչի համար, որովհետև Տիմոթեոսը հավատարիմ էր Պողոսի։ Երբ որ Պողոսը նեղվում էր, ուզում էր ինչ որ մեկի կողմից մխիթարություն ստանալ, հավաքեցում էր Տիմոթեոսին։ Այս բառը օգտագործեմ։ Ամեն թանկագիններս։ Ուզում եմ մի փոքր իմ կյանքից մի հատ դրվագ հիշեմ։ Հետաքրքիր է, չէ՞։ Շատ շուտ է, ժողովուրդ ջան, շատ շուտ, երևի 1-20 տարի առաջ։ Եկեղեցին մեծ չէր, փոքր էր։ Կա ունեինք մենք հովիվ։ Եկեղեցում կային այն ժամանակ տղամարդիկ իրավունք ունեին ծառայող լինեին։ Եկեղեցում 3 ծառայող էինք և 1 հովիվ։ Գիտեք, այս 2 ծառայողը որոշեցին առանձնանան եկեղեցուց, դուրս գան։ Հետաքրքիրը գիտեք որն է, որ Սուրբ Հոգին Եղիայի ու Եղիսեի պատմությունը միշտ սես բերում էր սրտից, ասում էր դու մնա հավատարիմ, թեկուզ ամեն բան լավ չէ, բայց դու մնա հավատարիմ։ Ու եղիր քո հովի ձեռքերի վրա ջուր լցնող։ Ու գիտեք, այդ ժամանակ, երբ որ իրանք առանձնացան, ես ասեցի, ես չեմ, ինձ առաջարկեցին, ասեցի, ես չեմ ուզում, ես Աստծուց խոսք չունեմ։ Գիտեք, թանկագինս, մի առ ժամանակ ես դրա վարձատրությունը տեսա։ Եթե դու մնում ես հավատարիմ, թեկուզ ամեն բան վատ է, դու դրա վարձատրությունը ունենալու ես։ Երբ որ իրավիճակը վատ է, չեն փախնում, աղոթում են։
Երբ որ իրավիճակը վատ է, չեն փախնում, մխիթարում են։ Չեն հիասթափվում։ Ամեն թանկագիններս։ Ուզում եմ անցնենք առաջ։ Պետք է հավատարիմ լինել քաղաքին, պետք է հավատարիմ լինել գյուղին եւ երկրին։ Հիմի նկատել եք, մի հատ sense շարժ կա։ Մարդիկ չեն ուզում գյուղում ապրել։ Նկատել եք թե չէ։ Ուսես մի հատ արտահայտություն են ասում, ստե ինչ կա։ Ես այդ արտահայտությունից ասեմ, այդ արտահայտությունը իմ համար անընդունելի է, ու ես նեղվում եմ դրանից։ Լավ, ասում եմ, մարդիկ ասեն, օրինակ, ասեն, ստե ոչինչ չկա անելու ու բոլորը գյուղից այդան Երևան, Ռուսաստան, Եվրոպա կամ Ամերիկա։ Ով է գյուղերի ժողովրդի համար աղոթելու, իրանց ծառայելու, թեկուզ եւ դժվար է։ Ստե ապրելը, դա հաստատ դժվար է։ Ով է ծառայելու, հետաքրքիր է։ Բոլորս այդանք ավակներով հավաքվենք, այդանք Երևան ապրենք, առոգ լավ աշխատանք, չգիտեմ, սաղուր սրճարանները, սաղուր վայելենք կյանքը։ Լավ, ով է ստե ծառայելու ժողովրդին։ Ով է մարդկանց աղքատության, հիվանդության համար իրանց կողքը լինելու, ով։ Հիմի ինչ, եթում ենք մեր մարմնի ցանկությունների հետևից, թե եթում ենք Տիրոջ կամքը կատարելու համար։ Թեկուզ եւ Տիրոջ կամքը դժվար է շատ ժամանակ։ Գիտեք, մեկ անգամ Կարլ Գուստավը մի բան ասավ, ասում է ավելի լավ է Աստծո կամքի մեջ ու աղքատ, քան թե Աստծո կամքից դուրս ու հարուստ։ Մենք հավատում ենք ժողովուրդ ջան գերբնականին, որ Աստված կարա մեր միջոցով այս քաղաքն էլ օրհնա ու լիքը աշխատատեղեր են ու մարդիկ շատ էլ լավ հետ չմնան այն կյանքից, որ Երևանում են ապրում։ Ես ինչ եմ հորդորում թանկագիններս, որ մենք հավատարիմ մնանք մեր գյուղերին ու մեր քաղաքին, մեր քավառին։ Աստե ինչ կա, բանդա ինչ կա։ Ուզում եմ անցնենք առաջ, հավատարիմ մնալ այն ծառայությանը, որի մեջ Տերը թե քեզի դրել է։ Եկեք բացենք Մատթեոս ավետարան 25-23։ Մատթեոս ավետարան 25-23։ Տեսեք ինչ է գրված։ Ասմա Տերը ասավ նրան, ապրես բարի ու հավատարիմ ծառա, որ դու քիչ բանի մեջ հավատարիմ եղար, քեզ շատ բաների վրա պիտի իշխանություն տամ, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ։ Տեսեք թանկագիններս, եթե դու եկեղեցում ունես օրինակ մի փոքր աշխատանք, մի փոքր պատասխանատվություն, եթե դու դրա մեջ փոքրի մեջ հավատարիմ ես, շատը կտրվի քեզի։ Բայց եթե դու այդ քչի մեջ հավատարիմ չես, շատը չի տրվի քեզի։ Ամեն։ Մարդիկ գիտեն, ես մի բան, հետաքրքիր բան եմ ուզում ասեմ։ Մարդիկ գիտեն, թե Աստծուն ծառայելու մեջ եղումեղր են բաժանում։ Ինքը մտավ ծառայության մեջ, երկինքը սենց բացվելու, անդից դոլարներ է թափվելու։ Ասեմ, հավիտենական կյանքի մեջ այդպես գլնի, երկնքում։ Բայց երկիր վրա հնարավոր է դու մտնես ծառայության մեջ ու այդքան էլ այն քո պատկերացրածի նման չլինի։ Ու քո վրա հիասթափություն գա։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ։ Դու Աստծուն ինչի համար ես պաշտում, կարաս ինձ ասես։ Հա? Այսինքն, որպեսզի փրկվես, լավն է, էլ ինչի համար ենք ասում։ Ինչի համար ենք Աստծուն մոտենում ընդհանրապես։ Ինչի համար ենք գալիս եկեղեցի։
Հա? Հենց Տիրոջ համար։ Նայեք թանկագիններ, Աստված շատերը Տիրոջը գալիս են ոչ թե հենց Տիրոջ անձի համար, այլ Տիրոջ կարողության համար։ Եթե դու եկել ես եկեղեցի Տիրոջ կարողության համար, ասեմ սխալ դրդապատճառով ես եկել։ Բայց մի բան ասեմ, եթե դու Տիրոջը իր անձի համար ես պաշտում, Աստված իր կարողությունը կբացի քո համար։ Բայց եթե դու եկել ես ոչ թե Տիրոջ անձի համար, այլ Տիրոջ կարողության համար, հնարավոր է, որ դու աղոթես ու ոչ մի բան չստանաս։ Հիմա մենք խոսում ենք Տիրոջը ծառայելուց, ասում եմ հավատարիմ եղեք ծառայությանը։ Եթե դու քիչ բանի մեջ, Տիրոջ տան մեջ, մնացիր հավատարիմ, տնային խմբակում մնացիր հավատարիմ, Տերը քեզի կբարձրացնի, եթե ոչ չի բարձրացնի։ Աստված հավատարիմ մարդկանց է փնտրում։ Հիմա ինչ է նշանակում հավատարմություն։ Հավատարիմ նշանակում է քո կատարած ուխտերը, քո արած ուխտերը կատարես։ Ամեն։ Հիմա թանկագիններս։ Մենք ասում ենք, որ ամեն կիրակի մենք Տիրոջ տան մեջ կլինենք, չէ՞։ Ու խոստանում ենք, ասում ենք Տեր, ես որոշում եմ կայացնում, որ ամեն կիրակի քո տան մեջ կլինեմ։ Դու խոստացար, հա? Դու պայմանավորվեցիր, դու որոշում կայացրեցիր։ Աստված ուզում է տեսի, դու հավատարիմ կմնաս, թե հավատարիմ չես մնա քո որոշմանը։ Օրինակ, դու որոշում կայացրեցիր Տեր Աստված, ես իմ կյանքը քեզի եմ ընծայում։ Արդյոք դու քո որոշումը կպահես, սա հավատարմություն է, թանկագիններ։ Հավատարմության վրա, սիրելիներ, հարձակումներ է գալիս, ձանձրույթ է գալիս, ճնշումներ է գալիս, արդյոք դու կդիմանաս, դու կտոկաս, դու կհամբերես, ու դու կմնաս, արդյոք հավատարիմ կմնաս, թե ոչ։ Դու եստեղ եք թանկագիններ։ Ասում է, նայեք, թանկագիններս, ասում է, Տերը ասավ, ապրես բարի ու հավատարիմ ծառա, ապրես, գոված Տերը։ Դու քչի մեջ հավատարիմ մնացիր, շատ բաների վրա իշխանություն պիտի տամ քեզի։ Մտիր Տիրոջ ուրախության մեջ, ասեմ թանկագիններս, հավատարիմ մարդու փրկությունը հաստատ է։ 1. Երկրորդը, հավատարիմ մարդը իշխանություն է ունենում, բայց աստիճանաբար։ Փորձվում, հետո բարձրանում, ինչպես Հովսեփի կյանքում, փորձվում ու բարձրանում, փորձվում ու բարձրանում։ Ամեն թանկագիններս, հալելույա։ Ինչին մենք պետք է էլ հավատարիմ մնանք, ֆինանսներին։ Ուզում եմ բացենք Ղուկաս ավետարան 16:11։ Ղուկաս 16:11։ Ասում է, ուստի եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չլինեք, ճշմարիտ հարստությունը, ով պիտի վստահի ձեզ։ Ինչ է նշանակում հավատարիմ լինել ֆինանսներին, թանկագիններս։ Եթե դու մի բան ես խոստանում Տիրոջ համար, ֆինանսական ոլորտի հետ կապված, քո խոստումը կատարիր։ Գիտեք, մեկ անգամ Նեհեմիան հավաքեց ժողովրդին, ասավ ժողովուրդ ջան, այս Երուսաղեմի պարիսպները պետք է կառուցեն ու ձեր ձեռները թող չթուլանա։ Գիտեք ինչի համար հավաքեց Նեհեմիան, որովհետև մարդիկ տվեցին, հետո կանգնան տալուց։ Իսկ Նեհեմիան հորդորում էր ու ասում էր. ժողովուրդ ջան, մի թուլացեք, թող ձեր Տերը կորտնի, մի վախեցեք։ Այսինքն թանկագիններս, եթե դու որոշում ես կայացրել, որ քո 10 անորդները 10 Տիրոջը, քո ուխտերը պահա։ Եթե դու որոշում ես կայացրել Տիրոջ տունը դատարկա ձեռն չիթաս, քո ուխտերը պահա։ Սա պտուղ է, թանկագիններս, հավատարմության պտուղ։
Ամեն թանկագիններս։ Հիմա ուզում եմ բացենք Առակաց 28-ի 20-ը։ Առակաց ինչ է սպասվում հավատարիմ մարդկանց։ Առակաց 28-20։ Հավատարիմ մարդը շատ օրհնություններ կառնի։ Չի ասում ուղակի օրհնություններ կառնի, ասում է շատ օրհնություններ կառնի հավատարիմ մարդը։ Երեք գիտեք ես երիտասարդների հետ ինչի մասին եմ խոսում։ Բանից պարզվում է երիտասարդներից շատերը ոչ թե ժամի 12-ին են քնում, 1-ին, 2-ին, գիշերակիսին նա քնում են։ Գիտեք ինչ են պայմանավորվել իրանց հետ։ Ուխտ են կարել, որ 11-ին պարկ են քնելու, հեռախոսը հեռու դնեն նախ իրանց մահճակալից, հետո առավոտը շուտ արթնանան ու ամեն օր Աստծո խոսքը կարդալով իրենց օրը սկսեն։ Մենք պայմանավորվել ենք, պայմանավորվածությունը դա ինչ է։ Ուխտ է։ Հիմա եթե իրանք հավատարիմ մնացին այս ուխտին, իրանք կօրհնվեն։ Եթե հավատարիմ չմնացին, դավաճանեցին այն պայմանը, որ մենք կազմել ենք, իրանք օրհնված չեն լինի։ Մենք պայմանավորվել ենք, որ ամեն օր 6-ին 6:30 պետք է Աստծո խոսքով օրը սկսենք։ Այն մարդը, ով որ իր օրը սկսեց Աստծո խոսքը կարդալով, Տիրոջը փառաբանելով, աղոթքով, իր օրը օրհնված կլինի։ Այն մարդը, որ ուխտ է անում, որպեսզի այս ձև ապրի Տիրոջ առաջ, պայմանավորվում է Տիրոջ հետ, իր կյանքը օրհնված կլինի 100%։ Կասկած չկա։ Որոշում ենք ասում, ինչքան էլ հոգնած լինես, ինչքան էլ ուշ քնես, դու պետք է առավոտ շուտ արթնանաս ու Աստծո խոսքի ընթերցանությամբ սկսես քո օրը։ Ուզում եք մեծեր դուք էլ ձև ուխտ անեք։ Ասեմ ձեզ, ավելի լավ է ուխտ չանեք, քան թե ուխտեք եւ ուխտը զանց անեք։ Սա շատ կարևոր ուխտ է, թանկագիններս։ Շատ չափազանց կարևոր, որ դու քո օրը սկսես Աստծո խոսքով։ Ուզում ես առողջ լինես, շուտ քնի, շուտ արթնացի, շուտ քնի, շուտ արթնացի Աստծո խոսքով սկսա օրդ, եթե ուզում ես առողջ լինես։ Եթե ուզում ես օրհնված լինես, ֆինանսներդ օրհնված լինի, այդ նույնը առ։ Օրինակ ես բերեցի Յոնկիչոյի կյանքից, ինքը քնում է ժամը 9-ին, առավոտ արթնանում է 5-ին, 5-ից մինչև ժամի 9-ը ինքը անցկացնում է աղոթքի եւ խոսքի մեջ։ Ժամի 9-ին սկսած արդեն եկեղեցու աշխատանքները սկսվում է, ինքը գրասենյակում պետք է լինի։ Այն մարդը, որ իր կյանքը կարգ ու կանոնի մեջ է, կարում դնա, ինքը հաջողակ կլինի։ Մենք երիտասարդների հետ պայմանավորվել ենք։ Եթե կուզեք, հիմա ձեր հետ էլ պայմանավորվենք, ինչ եք առաջարկում։ Մտնենք այդ ուխտի մեջ, թե չմտնենք։ Ես մտել եմ, ամեն առավոտ 6:30 արթնանում եմ, մինչև 10-ը Տիրոջ հետ եմ լինելու։ Եթե կուզես, դու Տիրոջ հետ այդ պայմանը որոշումը կայացրա։ Ինչ է ասում, նորից եմ ուզում ես տեղը կարդամ, հավատարիմ, Առակաց 28-ի 20-ը, հավատարիմ մարդը շատ օրհնություններ կառնի, շատ օրհնություններ, չի ասում օրհնություններ, այլ շատ օրհնություններ։ Ուզում եմ Սաղմոս 101-ի 6 նայենք, Սաղմոս 101-ի 6, թող փառաբանության խումբը գա, ես արդեն ավարտում եմ, Սաղմոս 101:6 Տեսեք ինչ ասում։ Ասում է իմ աչքերս երկրի հավատարիմների վրա լինեն, որպեսզի
իմ հետ բնակվե։ Ով աստե ուզում Տերը իր տան մեջ լինի։ Ով ուզում Տիրոջ հետ բնակվի։ Հա, ուզում եք, դու հավատարիմ պետք է լինեք այն ուխտերին, որ որոշել եք, որ պայմանավորվել եք, որ խոստացել եք Տիրոջ հետ։ Ամեն թանկագիններս։ Նորից եմ այստեղ ուզում կարդալ 101:6-ը։ Իմ աչքերս երկրի հավատարիմների վրա են։ Թանկագինս, դու ուշադրության կենտրոնում ես, եթե Աստված քեզի հավատարիմ է համարում։ Ում մենք հավատարիմ Աստծուն մինչև մահ։ Երկրորդը ընտանիքին, ամուսնական ուխտ։ Երրորդը եկեղեցուն ենք հավատարիմ մնում։ Եկեղեցու հավատարմության վերաբերյալ մի բան եմ ուզում ասեմ, թանկագիններս։ Դա որ թվականն էր, 2000 թվականն էր Երևակայի, թիվը չեմ կարող հիշեմ։ Ունեց է լավ ժողովուրդ ջան, մենք ոչ մի եկեղեցու չէինք պատկանում, և մենք մեզի մի եկեղեցի էինք փնտրում, որի ծածկոցի տակ կմտնեինք։ Ու գիտեք, իմ սրտում մի բան կար, ասում Տեր Աստված, մի եկեղեցու մեջ մտնեմ ու մինչև իմ կյանքի վերջ հավատարիմ լինեմ իմ հովվին։ Ու մենք փնտրում էինք, Երևանով մեկ ընկած փնտրում էինք։ Ու գիտեք, թանկագինես, դա ուխտ էր, որ այդ ժամանակ ես կնքեր եմ Տիրոջ հետ, ասել եմ Տեր, մի եկեղեցին ձիտար, որ ես մինչև իմ խորը ծերություն այդ եկեղեցուց չզատվեմ։ Ու թանկագիններս 2002 թվականից մենք միացել ենք կյանքի խոսք եկեղեցուն 2002 թվականից մինչև առ այսօր քանի տարի անում։ Քանի 23 տարի ես հավատարիմ եմ իմ հովվին, հավատարիմ եմ իմ ավագներին։ Գիտեք ինչա գրված, իմ աչքերը հավատարիմների վրա են։ Եվ ես ասում ինչ ասում, որպեսզի ինձի հետ բնակվեն։ Այսինքն թանկագիններս Աստված բնակվում է հավատարիմ մարդկանց հետ։ Տիրոջ ներկայությունը հավատարիմների հետ է թանկագիններս։ Ամեն։ Ուխտ արա և պահա քո ուխտը։ Սա հավատարմություն է։ Մենք մեկ անգամ էլ կխոսենք ուխտերից։